Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 16։ Եթե մեկն այս հացիցն ուտի, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հովհաննես 6:52 խոսք։ Մարդու որդու մարմինն ու արյունը ցույց են տալիս փրկչին մարդկային բնության մեջ, Քրիստոսին եւ նրա խաչելությունը, ինչպես նաեւ նրա միջոցով իրականացված փրկagorցությունը իր բոլոր թանկագին պտուղներով, որն է մեղքերի թողություն, Աստծո հետ հաշտություն, շնորհի գահին տանող ճանապարհ, ուխտի խոստումներ եւ հավիտենական կյանք։ Սրանք կոչվում են Քրիստոսի մարմին եւ արյուն, որովհետեւ ձեռք են բերվել նրա մարմնի զոհաբերությամբ եւ արյան հեղեղմամբ, եւ որովհետեւ դրանք հոգեվոր կերակուր ու խմիչք են մեր հոգիների համար։ Այդ մարմինը ուտելն ու այդ արյունը խմելը նշանակում է հավատալ Քրիստոսին։ Մենք Քրիստոսին մասնակից ենք եւ նրա օրհնությունները ընդունում ենք միայն հավատքով։ Այն հոգին, որ ճշմարտապես գիտակցում է իր վիճակն ու կարիքները, Փրկչի մեջ, մարմնացած Աստծո մեջ, գտնում է այն ամենը, ինչ կարող է խաղաղեցնել խիղճը եւ նպաստել իրական սրբությանը։ Քրիստոսի խաչի շուրջը խորհելը կյանք է տալիս մեր ապաշխարությանը, սիրուն եւ երախտագիտությանը։ Մենք ապրում ենք նրանով, ինչպես մեր մարմիններն են ապրում սնունդով։ Մենք ապրում ենք նրանով, ինչպես անդամները գլխով կամ ճյուղերը արմատով։ Քանի որ նա կենդանի է, մենք էլ պիտի կենդանի լինենք։ Հավատքի գործը Աստծո գործն է։ Բազմությունը հետաքրքրված էր Աստծո գործերով, հոգնակի թվով, ուշադրություն դարձնելով շատ բաների, բայց Քրիստոսը նրանց մատնանշում է մեկ գործ, որը ներառում է ամեն ինչ, միակ անհրաժեշտը՝ հավատքը, որը գերազանցում է ծիսական օրենքի բոլոր գործերը, գործ, որը անհրաժեշտ է բոլոր մյուս գործերի ընդունման համար եւ որը ծնում է դրանք, քանի որ առանց հավատքի անհնար է հաճեցնել Աստծուն։ Դա Աստծո գործն է, քանի որ այն բխում է նրանից, թե ինչպես է նա գործում մեզանում։ Այն ենթարկում է հոգին նրա մեր վրա գործադրվող ազդեցությանը եւ խրախուսում է հոգուն գործել նրա կամքի համաձայն։